Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ ԵԱՀԿ 24 անդամ պետություն ակտիվացրել է ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը Վրաստանում մարդու իրավունքների վատթարացման պատճառով եւ պահանջում է փորձագետների առաքելության ստեղծում։ Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Մենք ուշադիր եւ աճող անհանգստությամբ հետևում ենք Վրաստանում մարդու իրավունքների վիճակին, որպես ԵԱՀԿ մասնակից պետություն Վրաստանն ունի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանելու պարտավորություն, ասված է համատեղ հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն 2024 թվականի դեկտեմբերին արդեն 38 երկիր կիրառել էր ԵԱՀԿ-ի Վիեննայի մեխանիզմը Վրաստանում ընթացիկ զարգացումների վերաբերյալ մտահոգություն հայտնելու եւ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, սակայն 2024 թվականի դեկտեմբերին եւ 2025 թվականի հունվարին ցուցարարների դեմ ոստիկանության գործողությունների վերաբերյալ հարցերն անպատասխան մնացին, ինչն ավելի խորացրեց երկրների մտահոգությունը մարդու իրավունքների պարտավորությունների կատարման կապակցությամբ։ ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը թույլ է տալիս մասնակից պետություններին նախաձեռնել փորձագիտական առաքելություններ մարդու իրավունքների խախտումները հետաքննելու ԵԱՀԿ մեկ այլ անդամ երկրում։ Մեխանիզմի նպատակն է գնահատել իրավիճակը եւ խորհրդատվություն տրամադրել երկրին օգնելու բարելավել իր պարտավորությունների կատարումը։ Վրաստանում ձեռնարկատերերը հանրային քաղաքական գործունեության համար կտուգանվեն 20,000 լարիով, որը համարժեք է մոտ $7,500, իսկ կրկնվող կամ հետագա իրավախախտման դեպքում 40,000 լարիով։ Նշված եւ այլ օրենսդրական փոփոխություններն իշխող վրացական երազանք կուսակցության գրասենյակում քննարկվել են խորհրդարանական մեծամասնության նիստում, որին մասնակցել է նաեւ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում տարբեր օրենքներում, որոնք ել ավելի կբարդացնեն երկրում քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը։ Օրինակ, դրամաշնորհների մասին օրենքը կխստացվի, օտարերկրյա լոբինգը կքրեականացվի, քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրենքը կփոփոխվի, քաղաքական կուսակցություններին անդամակցությունը սահմանափակելու համար։ Բացի այդ, յուրաքանչյուրը, որն աշխատում է ծառայությունների մատուցման պայմանագրով այնպիսի կազմակերպության հետ, որի տարեկան եկամտի ավելի քան 20% ստացվում է օտարերկրյա պետությունից, 8 տարի իրավունք չի ունենա անդամակցելու որևէ քաղաքական կուսակցության։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել Թբիլիսիի պետական համալսարանի մոտ։ Ցուցարարները դեմ են Թբիլիսիի պետական համալսարանը Վրաստանի տեխնիկական համալսարանին միավորելու որոշմանը եւ պահանջել են հանդիպում Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ։ Ցուցարարների խոսքով միավորումը համալսարանի ինքնավարությանը պետության միջամտություն է եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ցուցարարները երթով շարժվել են դեպի Վրաստանի տեխնիկական համալսարան։ Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Թբիլիսիի պետական համալսարանը եւ Վրաստանի տեխնիկական համալսարանը միավորվելու են, իսկ միավորված հաստատությունը պահպանելու է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան անվանումը։ Եվրոպան պետք է մեծացնի իր պաշտպանական կարողությունները, հակառակ դեպքում այն ռիսկի է դիմում կախվածության մեջ հայտնվել տարբեր տերություններից եւ ուժային կենտրոններից, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ ՆԱՏՕ-ն անկասկած մնում է անդրատլանտյան համայնքի անվտանգության համագործակցության հիմնական շրջանակը եւ ծառայում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերին։ Այնուամենայնիվ, եթե Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև պարակտում առաջանա, Եվրոպան ստիպված կլինի ինչ-որ կերպ մեծացնել իր պաշտպանական կարողությունները։ Ֆիդանի խոսքով Եվրամիությունն արդեն քայլեր է ձեռնարկում պաշտպանական արդյունաբերության ոլորտում, բայց դա բավարար չէ։ Դիվանագետը նշել է, որ Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ եվրոպական առաջատար երկրները պետք է բովանդակային քննարկումներ անցկացնեն եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման վերաբերյալ։ Եվրոպան կարող է ստեղծել սեփական ուժային կենտրոնը, եթե Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ խոշոր եվրոպական երկրներ կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել, մենք ստիպված չենք լինի շեղվել դեպի տրանսատլանտյան դաշինք՝ Չինաստան կամ Ռուսաստան։ Ֆիդանը հավելել է, որ Եվրոպան կանգնած է ընտրության առաջ, կամ շարունակել ապավինել ամերիկյան անվտանգության հովանոցին, կամ ստեղծել իր սեփական ուժային կենտրոնը, որը կարող է ապահովել ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։
3+3 ձևաչափի երրորդ հանդիպումը նախապատրաստական փուլում է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ իր թուրք գործընկեր Հական Ֆիդանն ակտիվորեն աջակցում է հանդիպմանը։ Մենք հարավային Կովկասում ընդհանուր հարևաններ ենք։ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին 3+3 ձևաչափի հիմնական նախաձեռնողներն էին։ Արդեն տեղի ունեցել 2 նախարարական հանդիպում, երրորդը հիմա նախապատրաստվում է։ Մեր վրացի հարևանները մինչև այժմ ձեռնպահ են մնացել մասնակցելուց, բայց մենք անընդհատ ընդգծում ենք, որ դուռը բաց է նրանց համար։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևն այցելել է Թուրքիա։ Երկկողմ եւ պատվիրակությունների մակարդակով հանդիպումներից հետո երկու երկրի ղեկավարները կնախագահեն Թուրքիա-Ուզբեկստան բարձր մակարդակի համագործակցության հանձնաժողովի 4-րդ նիստը։ Հանդիպմանը կքննարկվեն գործակցության հետագա ամրապնդման ուղղված քայլերը։ Այս շրջանակում նախատեսվում է նաեւ մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Կողմերը նաեւ կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։ Էրդողանը եւ Միրզոևը նաեւ ուղիղ տեսակապի միջոցով կմասնակցեն 2023 թվականի փետրվարի 6-ին Քահրաման Մարաշում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ուզբեկստանի ֆինանսավորմամբ կառուցված բնակարանների բացման արարողությանը։ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանում ռազմական լարվածությունը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Մասուդ Փեզեշքյանին հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնելու Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև լարվածությունը նվազեցնելու եւ իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է խոսել Իրանի հետ։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը մանրամասներ չի հայտնել երկխոսության բնույթի կամ ժամկետի մասին, նաև չի հստակեցրել, թե ով կներկայացնի Միացյալ Նահանգները բանակցություններում։ Մենք այժմ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, եւ հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք օգտագործել դրանք։ Ռոյթերսի փոխանցմամբ Միացյալ Նահանգների պաշտոնյաները նշում են, որ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները, սակայն դեռ չի որոշել հարվածել Իրանին, թե ոչ։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա հարվածի տակ կդնի Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների բոլոր ռազմական ենթակառուցվածքները, որոնք գտնվում են Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդուլլա Հաջի Սադեղին։ Իրանի զինված ուժերը պատրաստ են մարտի եւ թշնամու կողմից ցանկացած քայլ կստանա ջախջախիչ պատասխան ցամաքում, օդում եւ ծովում։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն, հայտնել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր վճռական քայլ կատարեցին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարելով ահաբեկչական կազմակերպություն։ Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր հազարավոր քաղաքացիների, գնում է դեպի կործանում։ Կալասի հայտարարությանն արձագանքել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Եվրամիության որոշումը նա ռազմավարական մեծ սխալ է որակել։ Մի քանի երկիր այժմ փորձում է կանխել տարածաշրջանում լայնածավալ պատերազմը եւ այդ երկրներից ոչ մեկը եվրոպական չէ, փոխարենը Եվրոպան զբաղված է կրակը բորբոքելով։ Արաղչիի խոսքով Եվրամիության ներկայիս դիրքորոշումը մեծապես վնաս է հասցնում սեփական շահերին, հաշվի առնելով, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմից կտուժի նաեւ Եվրոպան, այդ թվում էներգակիրների գների աճի հետևանքով։ Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ ընդունել են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, թիրախավորելով անհատների եւ կազմակերպությունների, որոնք ներգրաված են եղել հակակառավարական ցույցերի ճնշման մեջ։ Բացի այդ, Եվրամիությունը ընդլայնել է Իրան անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների մշակման համար օգտագործվող բաղադրիչների եւ տեխնոլոգիաների արտահանման արգելքն Իրան։ Այդ մասին նշված է Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը, այդ թվում օդային, օգտագործվի Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Բայրամովը նշել է, որ Բաքվի դիրքորոշումը սկզբունքային է եւ անսասան։ Ադրբեջանը դեմ է այն քայլերին եւ հռետորաբանությանը, որոնք կարող են հանգեցնել Իրանի ներսում եւ շուրջը իրավիճակի ապակայունացման։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ ամերիկյան մեծ ուժեր են շարժվում դեպի Իրան։ Թրամփը նաև քննարկում է Իրանի անվտանգության ծառայությունների եւ ղեկավարության վրա թիրախային հարձակում իրականացնելու հնարավորությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլա բին Զայեդ Ալ Նահյանի հետ, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմավարական գործընկերությունը, միջազգային կազմակերպություններում գործակցությունը, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության իրավիճակը։ Մարոթ Արվերդյան, Հարևաններ։